Նախկին իշխանականը Փաշինյանի այլընտրանք արդեն կա վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը, որին առաջադրել են երկու նախկին ՔՊ-ական պատգամավորները Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Էդմոն Մարուքյան քաղաքական կյանքը սկսվել է դեռևս 2012 թվականին, ընտրվելով ազգային ժողովի պատգամավոր որպես անկախ թեկնածու։ 2015-ին հիմնադրել է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, դառնալով նախագահը, եղել է Ելք դաշինքի անդամ, 2018-ին հեղափոխությունից հետո ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով։ 2021-ին Մարուքյանն ու իր թիմը դուրս մնացին խորհրդարանից, սակայն շատ չանցած 2022-ի մարտին Փաշինյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Իսկ հիմա այդ պաշտոնից ազատվելուց 1 տարի անց Մարուքյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու, Փաշինյանին փոխարինող։ Ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում աջակցել Մարուքյանին, պատիվ ունեմ խմբակցությունը Էդմոն Մարուքյանին համարում է Նիկոլ Փաշինյան 2 պրոյեկտ։ Մենք եթե մեկ նախադասությամբ, ապա մենք Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյան 2-ով չենք փոխարինում, իսկ Մարուքյանի քաղաքական հետագիծը ցույց է տալիս, որ ինքը կիսում է պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության այս պահի անվտանգային եւ այլ խնդիրների համար։ Քաղաքական ամբիցիաների, նկարտումների տեղիք չտալու եւ գործընթացը դրանցով չբարթացնելու համար մենք այս պահին չենք առաջադրում տեխնացու, բայց պատրաստ ենք քննարկումների։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իր դեմ սկսած իմպիչմենթի գործընթացին։ Ասում է գիտի, նման պրոցեսներն ում են հետաքրքիր։ Օրինակ ըստ նրա, կա մարդ, որի համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու կյանքի երազանք է, քանի որ հայտնվում է քննարկումների կենտրոնում, հարցազրույցներ է տալիս ու այդ պահի համար դառնում կենտրոնական մի դեմք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բան անենք, ֆոն դառնանք կամ դեկորացիա դառնանք այդ երազանքը իրականացնելու համար ինչ որ մարդկանց։ Անդիմությունը չի աջակցում առաջադրված թեկնածուին, բայց սեփական թեկնածու էլ չունի։ Ներքին տարաձայնություններ, անտարբերություն, թե քաղաքական հաշվար, քաղաքագետի խոսքով սեղանին լինելիության հարցն է։ Հետևաբար ամեն ինչ գնում է հետին պլան։ Անդիմությունը պետք է մի կողմ դնի իր ներքին հակասությունները, ներքին այդ խռովությունները, կոնֆլիկտները եւ մի խումբ հավաքի այն մարդկանցից, ովքեր վայելում են ժողովրդի վստահությունը։ Բնական է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի սեփական հաշվարկներն ու ակնկալիքները, բայց այս պարագայում լռության ու սպասման գինը կարող է դառնալ գործող իշխանության վերարտադրությունը, ասում է քաղաքագետը։ Աշխարհի տասնյակ եւ տասնյակ պետություններում, օրինակ Անգլիայում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Իտալիայում, կարծում եմ նաեւ ուրիշ երկրներում եվրոպական, Շվեյցարիայում օրինակ, կա կոալիցիոն կառավարության հասկացություն։ Այսինքն մարդիկ տարբեր քաղաքական խմբերից, իսկ մենք դուք գիտեք, քաղաքական կուսակցություններ չկան, ուղղակի խմբեր են։ Տարբեր խմբերից մարդիկ հավաքվում են եւ միասին աշխատում են։ Ամբողջ աշխարհում դա արվում է։ Ստացվում է իմպիչմենթի գործընթաց առանց ընդդիմության թեկնածուի։ Փորձագետների խոսքով գործընթացը պարզապես կձախողվի միակ թեկնածուի նկատմամբ լեգիտիմության բացակայության պատճառով։ Գառնի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։